Георгий Автандилович. Число месяца от рождения? 992 году. Ранее судимый? Нет. Вором в законе является? Да. Ողջույն ձեզ, այսօր մենք միասին փորձելու ենք մի քիչ ավելի խորը նայել մի աշխարհի, որը հաճախ ստվերում է մնում, բայց դե ունի շատ իրական, երբեմն նույնիսկ վճռորոշ ազդեցություն։ Խոսքը օրենքով գողերի, այսպես ասած, որով զակոնեների մասին է։ Սրանք ուղղակի հանցագործներ չեն, չէ՞։ Բնավ, սա քրեական աշխարհի բարձրագույն կաստան է, կարելի է ասել, իրենց սեփական օրենքներով, իրենց հիերարխիայով։ Հենց դա։ Ու մեր այսօրվա խորքային քննարկման գիզակետում մի շատ կոնկրետ, բայց ճիշտ ասած, բավականին հակասական կերպար է՝ Գեորգի Գիլաձեն։ Բայց երևի շատերն իրեն ավելի լավ գիտեն Գեգա Օզուրգեցկի մականունով։ Այո, մենք հիմա ձեռքի տակ ունենք ձեր տրամադրած աղբյուրները, հիմնականում վերջին տարիների լրատվական հոդվածներ են, ու դրանք բավական մանրամասն են նկարագրում նրա, ոնց ասեմ, բուռն կյանքն ու գործունեությունը, հատկապես Ուկրաինայում նրա իրավական այդ պերիպետիաները։ Ուրեմն մեր խնդիրն է, այսպես ասած, այս տեղեկությունների միջից հասկանալ ո՞մ է այս մարդը, ինչպես է հայտնվել այնտեղ, որտեղ հայտնվել է։ Ճիշտ է։ Եվ թե նրա պատմությունն ընդհանրապես ինչ կարող է մեզ պատմել այս երևույթի, օրենքով գողերի ինստիտուտի ու նաև ուկրաինական բանտային համակարգի մասին։ Սա կարևոր է։ Շատ հետաքրքիր է լինելու, հատկապես որ աղբյուրները նրան հաճախ ներկայացնում են որպես ամենաերիտասարդ օրենքով գողերից մեկը։ Սա արդեն իսկ ինտրիգային է, չէ՞։ Ոնց կարող է տենց լինել։ Հա, 21 տարեկանում։ Ու հետո էլ վերջին զարգացումները, երբ նա արդեն բանտում է, բայց նորից նոր մեղադրանքներ։ Մի խոսքով խճճված կծիկ է, փորձենք բացել։ Դե արի։ Դե ինչ, եկեք սկսենք հենց սկզբից։ Գեգա Օզուրգեցկի, այսինքն Գեորգի Գիլաձե։ Աղբյուրները նշում են ծնվել է 92 թվականին Վրաստանի Օզուրգետի քաղաքում։ Հա, այսինքն այսօր նա ընդամենը 30-ն անց է, բավականին երիտասարդ, այո։ Շատ։ Եվ ամենաուշագրավը հենց այն է, թե ոնց է նա մտել այսպես ասած, էլիտար քրեական խմբի մեջ։ Ձեր տրամադրած նյութերում ասվում է, որ նա թագադրվել է։ Այսինքն ստացել է օրենքով գողի տիտուղոսը։ Հենց այդպես։ Ու անսովոր երիտասարդ տարիքում, ընդամենը 21 տարեկանում, 2013 թվականին։ Եվ որն է հետաքրքիր, ոչ թե հետխորհրդային տարածքում, այլ Հունաստանում։ Հունաստանում։ Այո։ Եվ ինչպես նշվում է, մեծ դեր են խաղացել ընտանեկան կապերը։ Ասում են նրա հորեղբայրն ու զարմիկը բավականին հեղինակավոր քրեական գործիչներ են եղել, կապված այսպես կոչված Թբիլիսյան կլանի հետ, որոնք հիմնականում հենց Հունաստանում են գործել։ Սպասեք, 21 տարեկան, իսկ սա բանը չի հակասում այդ օրենքով գող դառնալու ավանդական, չգիտեմ, կանոններին, ես միշտ ուրիշ ձև եմ պատկերացրել։ Տարիների ստաժ, բանտային փորձ, հեղինակություն։ Շատ տեղին հարց եք բարձրացնում։ Ավանդական պատկերացումներով բացարձակապես հակասում է։ Այո, թագադրումը ենթադրում էր երկար քրեական ուղի, բազմաթիվ բանտային ժամկետներ, խոտկաներ էին ասում, ամբից հեղինակություն քրեական աշխարհում, նվիրվածություն գաղափարներին, համեստ կյանք։ Համեստ, հա։ Ոչ շվայտ։ Այո։ Իսկ Գիլաձեի դեպքում որոշ աղբյուրներ պնդում են, որ նա այդ պահին նույնիսկ դատվածություն չի ունեցել։ Պատկերացնում եք։ Սա շատ բան է ասում, այն մասին, թե ինչպես է փոխվել կամ գուցե այլասերվել, այսպես ասած, այս ինստիտուտը։ Խոսքը գնում է նեպոտիզմի, հովանավորչության եւ ինչու՞ չէ նաեւ փողի դերի մեծացման մասին ժամանակակից քրեական հիերարխիաներում։ Այսինքն կարելի է ենթադրել, որ նրա այս արագ կարիերան այնքան էլ միանշանակ չի ընդունվել հենց քրեական շրջանակներում։ Միանշանակ, չէ, բացարձակ, ձեր տրամադրած հոդվածներում հստակ նշվում է, որ նրա տիտղոսի շուրջ զգալի թերահավատություն կար։ Նույնիսկ լուրեր են պատտվել, որ Հունաստանում գործող այլ ավելի հին գվարդիայի վրացի գողերը սխոտկա են արել։ Այսինքն քրեական հավաք։ Հա, բարձր մակարդակի հավաք ու զրկել են նրան թագից։ Իսկ պատճառաբանությունը։ Պատճառաբանությունը նրա անհասունությունն ու չափազանց պարծենկոտ պահվածքը։ Միտեղ նույնիսկ գրված է, որ նրա կնքահորը Վաժատբիլիսկին նկատողություն է ստացել այսքան հապճեպ թագադրում կազմակերպելու համար։ Շատ հետաքրքիր դինամիկա է ներսում։ Լավ, եւ ահա այսպիսի անորոշ վիճահարույց կարգավիճակով նա տեղափոխվում է Ուկրաինա։ Ըստ աղբյուրների ինչ անելու այնտեղ։ Այստեղ էլ վարկածները մի քանիսն են ճիշտն ասած։ Մի կողմից կա տեսակետ, որ նրան ուղարկել էին որպես սմատրիաշի։
Այսինքն վերահսկելու բնակարանային գողություններով զբաղվող խմբերը, որոնք հիմնականում կազմված էին նրա հայրենակիցներից։ Հասկանալի է։ Մյուս կողմից շատ է խոսվում թմրանյութերի շրջանառության մեջ նրա ներգրավվածության մասին։ Նույնիսկ նշվում է, որ ինքն էլ հնարավոր է թմրամոլ է եղել։ Մի հոդվածում նրան անվանում են որ մաժոր։ Այսինքն քրեական մաժոր։ Հա, պատկերացնում եք, երիտասարդ, հավակնոտ, գուցե փորձում էր, չգիտեմ, համատեղել այդ քրեական կարիերան ու կյանքի վայելքները։ Բայց այդ վայելքները Ուկրաինայում կարծես թե երկար չեն տևում։ Արդեն 2016-ին նրան ձերբակալում են Քիևում։ Այո, բայց սկզբնական ձերբակալությունը բավականին ստանդարտ էր, պետք է ասել, նման դեպքերի համար։ Միգրացիոն օրենսդրության խախտում։ Ահա։ Սա տարածված մարտավարություն էր ուկրաինական իրավապահների համար օտարերկրյա օրենքով ղողերին ժամանակավորապես չեզոքացնելու ու երկրից արտաքսելու համար։ Ուղղակի արտաքսում էին։ Նրան տեղավորում են Չեռնիգովի օտարերկրացիների ժամանակավոր պահման կենտրոնում, որպեսզի հետո արտաքսեն։ Շատ գողեր անցել են այս պրոցեդուրայով, արտաքսվել են, հետո պարզապես նորից վերադարձել։ Հետաքրքիր է։ Նույնիսկ մեկ այլ Գեգա Օզուրգեցկի կար, Գեորգի Մոդեբաձե, ավելի մեծ էր, նա էլ են նման իրավիճակներում հայտնվել։ Սակայն մեր Գեգայի կրտսերի դեպքում ամեն ինչ շատ ավելի դրամատիկ ընթացք է ստանում։ Հենց այդ ժամանակավոր պահման կենտրոնում 2017-ին մի միջադեպ է տեղի ունենում, որը փոխում է ամեն ինչ։ Ճիշտ եք նկատում, շատ դրամատիկ։ Աղբյուրների համաձայն ինչ-որ կենցաղային վիճաբանություն է լինում, ու Գեգան դանակով հարվածում է իր հետ նույն տեղում պահվող մի միգրանտի, Ուզբեկիստանից։ Օհո։ Սա արդեն շատ լուրջ էր, շատ։ Նրան մեղադրանք է առաջադրվում սպանության փորձի համար, Ուկրաինայի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով։ Այստեղ աղբյուրները հաճախ են ընդգծում նրա բռնկուն, շատ անկայուն բնավորությունը։ Եվ կարծես թե սա դեռ ամենը չէր։ Նա բացառայտ սպառնացել է դատախազին, հենց դատարանում։ Այո, եւ շատ լկտի ձևով, երբ նրան տանում էին արդեն դեպի նախաքննական կալանավայր, որը հաճախ սիզո են ասում։ Հա, սիզո։ Նա բղավել է դատավարությանը մասնակցող դատախազ կնոջը, քեզ մեքենայի հետ միասին կփայթեցնեմ։ Չես լրջանում։ Լրիվ, սա եւս մեկ քրեական հոդված ավելացրեց նրա արդեն իսկ ծանր մեղադրանքներին։ Սպանության փորձ, դատախազին սպառնալիք, սրանք ակնհայտորեն շատ լուրջ մեղադրանքներ են, եւ այս ամենից հետո, ինչպես նշում են ձեր աղբյուրները, դատարանը նրան ազատ է արձակում, անձնական երաշխավորությամբ։ Բասա ո՞նց է հնարավոր։ Աղբյուրները բացատրություն տալիս են, թե չէ։ Ուղղակի բացատրություն, թե կոնկրետ ով կամ ինչն է դեր խաղացել, աղբյուրները չեն տալիս, ճիշտն ասած, բայց անկասկած սա շատ տարօրինակ որոշում է թվում նման մեղադրանքների պարագայում։ Անհավանական է։ Այո, սա անխուսափելիորեն հարցեր է առաջացնում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի, հովանավորչության մասին կամ գուցե համակարգի ինչ-որ թուլությունների։ Ամեն դեպքում Գեգան հայտնվում է ազատության մեջ, բայց ոչ երկար։ Հա, նա միանգամից օգտվում է առիթից։ Անմիջապես, կեղծ անձնագրով փախչում է արտասահման։ Եվ այս փախուստի հետ էլ կապված է մի պատմություն, որը գրեթե կինոյի սցենար է հիշեցնում։ Նրա փաստաբանի մասնակցությամբ։ Այո, մի քանի աղբյուրներ պատմում են այդ դրվագը։ Նրա երիտասարդ փաստաբան կինը, ըստ տեղեկությունների, ենթադրաբար սիրահարված լինելով իր պաշտպանյալին, փորձել է թմրանյութեր տանել նրա համար սիզո։ Սա բացահայտվել է, ու փաստաբանը ոչ միայն քրեական պատասխանատվության է ենթարկվել, այլև զրկվել է փաստաբանական լիցենզիայից։ Ցավալի։ Սա էլի մի շտրիխ է, որը ցույց է տալիս Գեգայի շուրջ ստեղծված այդ խաոսային դրամատիկ իրավիճակը եւ գուցե նաեւ նրա մարդկանց վրա ազդելու կարողությունը։ Չգիտեմ։ Սակայն, ինչպես հաճախ լինում է, փաթխուստը երկար չի տևում։ Ճիշտ է։ Ուկրաինական կողմը նրան հայտարարում է միջազգային հետախուզման մեջ ու շուտով նրան հայտնաբերում ու ձերբակալում են Բուլղարիայում։ Սա տեղի է ունենում կարծեմ 2019-ին։ Դրանից հետո նրան արտահանձնում են Ուկրաինա դատարանի առաջ կանգնեցնելու համար։ Եվ արդեն 2020 թվականի մարտին Չեռնիգովի դատարանը կայացնում է իր վճիռը։
Այո, նա դատապարտվում է 7 տարվա ազատազրկման, այդ դանակահարության ու դատախազին ուղված սպառնալիքների համար։ Այստեղ ուզում եմ հիշեցնել մի ուշագրավ դրվագ։ Մոտավորապես այդ ժամանակ կարող է մի քիչ շեղվեմ ժամանակագրությունից, գուցե 2019-ին էր, Ուկրաինայի ՆԳ փոխնախարար Վիաչեսլավ Աբրոսկինը մի հայտարարություն է անում։ Ասում է, որ Գեգա Օզուրգեցկեսկին դարձել է Ուկրաինայում փաստացի բանտարկված միակ օրենքով գողը։ Սա որքանով էր իրականության համապատասխանում ու ինչու էր դա այդքան կարևոր։ Թեև հնարավոր է, որ նա բառացիորեն միակը չէր հենց այդ կոնկրետ պահին, բայց Աբրոսկինի հայտարարությունն ընդգծում էր մի կարևոր իրողություն։ Տարիներ շարունակ Ուկրաինան համարվում էր օրենքով գողերի համար, բավականին հարմարավետ տարածք։ Այսինքն ազատ գործում էին։ Հա, գալիս էին, գործում էին, նույնիսկ եթե ձերբակալվում էին, հաճախ ամեն ինչ ավարտվում էր պարզապես արտաքսմամբ։ Վերջ։ Երկարաժամկետ բանտարկությունը բավականին հազվադեպ երևույթ էր նրանց համար։ Այնպես որ Գեգայի դատապարտումը 7 տարվա իրական ազատազրկման, նույնիսկ եթե նա բացարձակ միակը չէր, այնուամենայնիվ ընկալվում էր որպես նշանակալի իրադարձություն, որպես ազդանշան, որ գուցե ինչ-որ բան սկսում է փոխվել։ Հասկանալի է։ Եվ այսպես 2020 թվականին Գեգան մտնում է Նովգորոդ-Սևերսկի քաղաքի ուղիղ գաղութ։ Եվ այստեղ կարծում եմ մենք պետք է մի պահ կանգ առնենք, որպեսզի հասկանանք ուկրաինական դե ու ընդհանրապես հետխորհրդային բանտային համակարգի մի կարևոր առանձնահատկություն, այսպես կոչված սև եւ կարմիր գոտիների գաղափարը։ Սա շատ կարևոր է հետագան հասկանալու համար։ Ու դուք լիովին իրավացի եք։ Սա հիմնարար հասկացություն է։ Եթե շատ պարզեցված բացատրեմ, կարմիր գոտիները այն ուղիչ հիմնարկներն են, որտեղ վերահսկողությունը հիմնականում վարչակազմի ձեռքում է։ Այսինքն բանտի ղեկավարության։ Հա, վարչակազմն է կարգուկանոն պահպանում, իր ուժերով, հաճախ բավականին կոշտ մեթոդներով։ Այդ պատճառով այս գոտիներում հաճախ են լինում բանտարկյալների բողոքի ակցիաներ, անունազանդություններ, երբեմն նույնիսկ խռովություններ։ Ձեր աղբյուրները նույնիսկ նշում են, որ երբեմն այս խռովությունները կարող են հրահրվել դրսից, հենց օրենքով գողերի կողմից, որոնք փորձում են թույլատրել վարչակազմի վերահսկողությունը եւ հաստատել իրենց ազդեցությունը։ Այսինքն դրսից ներս են խառնում։ Այո, որպես օրինակ բերվում են 2019-ին Օդեսայի ու 2016-ին Կիրովոգրադի գաղութներում տեղի ունեցած խոշոր անկարգությունները։ Հասկանալի է։ Իսկ սև գոտիները։ Սև գոտիները ընդհակառակը այն վայրերն են, որտեղ իրական իշխանությունը պատկանում է քրեական հեղինակություններին։ Վարչակազմը թեև պաշտոնապես ղեկավարում է, իրականում հաճախ ստիպված է լինում համագործակցել կամ գոնե հաշվի նստել գողականների հետ, որպիսի գաղութում հարաբերական կայունություն պահպանվի։ Հետաքրքիր է։ Եվ այստեղ գործում է մի չգրված, բայց շատ կարևոր օրենք, որի մասին ձեր աղբյուրներում էլ կա։ Եթե օրենքով գող է բանտարկվում սև գոտում, նա ավտոմատ կերպով ստանձնում է այդ գոտու հսկողությունը։ Դառնում է գլխավորը։ Անկախ ամեն ինչից, այո։ Սա տեղի է ունենում նույնիսկ այն դեպքում, եթե մինչեդ գոտին համարվել է մեկ այլ ազատության մեջ գտնվող օրենքով գողի ազդեցության տակ, եւ Նովգորոդ-Սևերսկին, որտեղ ուղարկեցին Գեգային, համարվում էր հենց սև գոտի։ Ահա։ Ավելին, այն երկար ժամանակ համարվել է մեկ այլ, շատ ավելի ազդեցիկ ու փորձառու օրենքով գողի Լերա Սումսկոյի իսկական անունը Սերգեյ Լիսենկոյի տարածքը։ Այսինքն պատկերացրեք Գեգան իր երիտասարդությամբ վիճահարույց թագով մտնում է սև գոտի, որը համարվում է ուրիշի տարածք, եւ ավտոմատ դառնում է գլխավորը։ Բա սա չի կարող կոնֆլիկտ առաջացնել։ Կարող է, անշուշտ, եւ դրա մասին մի փոքր ուշ կխոսենք, բայց ըստ քրեական աշխարհի չգրված օրենքների, որոնք գործում են սև գոտիներում, նրա կարգավիճակը լինելով օրենքով գող, նրան այդ իրավունքը տալիս է։ Հասկանալի է։ Եվ աղբյուրները, մասնավորապես Correspondent.net-ի ու KP.UA-ի հոդվածները նկարագրում են, թե ոնց է նա անմիջապես սկսում իրականացնել իր լիազորությունները, նա նշանակում է սմատրյաշիներ, Այսինքն իրեն ենթակա վերակացուներ։ Հա, տարբեր ջոկատներում, բանտային օբյեկտներում։ Նա իր վերահսկողության տակ է վերցնում օփշակը, ընդհանուր գանձարանը, նա կազմակերպում է սխոտկաներ, հավաքներ, որտեղ կամ բանտարկյալների միջև ծագած կոնֆլիկտներն են լուծում գողական օրենքներով, կամ իր հրահանգներն է փոխանցում։ Եկեք մի փոքր պարզաբանենք այս տերմինները մեր ունկնդիրների համար։ Ինչ դեր ունեն սմատրյաշչիները եւ հատկապես ինչ է իրենից ներկայացնում օփշակն այսօր։ Արդյոք դա դեռ այն ռոմանտիկացված ընդհանուր գանձարանն է, որից օգնում են կարիքավոր բանտարկյալներին, այսպես կոչված գրև տալով։
Սմադյաշինները ըստ էության օրենքով գողի տեղական ներկայացուցիչներն են։ Իրենք են հիմնականում կարգուկանոն պահպանում իրենց վստահված տարածքում, ջոկատ, արտադրամաս եւ այլն, լուծում են կոնֆլիկտներ, կապ են պահում վարչակազմի հետ, հաճախ, ու ամենակարևորը զբաղվում են ապշակի համար միջոցների հավաքագրմամբ։ Ահա։ Ինչ վերաբերում է հենց ապշակին, ապա ձեր տրամադրած նյութերը շատ հետաքրքիր պատկեր են նկարում։ Եթե նախկինում դրա մի հիմնական նպատակը համարվում էր գրիվը, Այսինքն բանկոտարկյալներին օգնելը։ հա, նվազագույն կարիքները հոգալը, սնունդ, ծխախոտ, հիգիենայի պարագաներ, օգնություն նրանց ընտանիքներին, ապա այսօր, ինչպես պնդում են աղբյուրները, շեշտադրումները խիստ փոխվել են։ Ապշակը վերածվել է ոչ թե փոխօգնության ֆոնդի, այլ գոտուց եկամուտ ստանալու գործիքի, հենց օրենքով գողերի եւ նրանց մերձավոր շրջապատի համար։ Եկամուտ ստանել բանտից, ինչպես։ Գործիքները ըստ աղբյուրների բազմազան են ու հաճախ շատ դաժան։ Առաջին հերթին շորտում, այն բանտարկյալներից, ովքեր ունեն փող կամ հարուստ հարազատներ դրսում, սպառնալիքների, հոգեբանական ճնշման կամ ուղղակի ֆիզիկական բռնության միջոցով նրանցից գումար են կորզում։ Սարսափելի է։ Երկրորդ անօրինական մոլախաղերի կազմակերպում։ Սրանք հաճախ հանգեցնում են մեծ պարտքերի ու հետագա շորտումների։ Երրորդ թմրանյութերի վաճառք գաղութի ներսում եւ չորրորդ, որը վերջին տարիներին հատկապես մեծ տարածում է ստացել, հեռախոսային խարդախությունները։ Բանտից, հա։ Այո, պատկերացրեք բանտախցերից կազմակերպվում են զանգեր ու մարդկանցից խաբեությամբ գումարներ են կորզում։ Մի աղբյուրում նշվում է կոնկրետ դեպք, երբ մեկ խարդախության արդյունքում հաջողվել է ստանալ ավելի քան 800,000 գրիվնա։ Սա մոտ $20,000 է։ Զարմանալի չէ։ Ենթադրվում է, որ տարեկան մեկ սև գոտուց կարող են դուրս գալ միլիոնավոր, եթե ոչ միլիարդավոր գրիվնաների եկամուտներ։ Եվ այստեղ կա մի շատ կարևոր նրբություն, որը նշում են աղբյուրները, հաճախ այս ամենը տեղի է ունենում վարչակազմի լուռ համաձայնությամբ։ Կամ նույնիսկ ուղղակի մասնակցությամբ, որովհետև իրենք էլ իրենց բաժինն են ստանում այս սխեմաներից։ Սա ուղղակի ցնցող է։ Փաստորեն բանտը, որը պետք է լինի պատժի, կրման, ուղղման վայր, վերածվում է կազմակերպված հանցավորության համար հսկայական եկամտի աղբյուրի։ Եվ Գեգաուզուրգեսկին հայտնվելով այս համակարգում ոչ թե պարզապես հարմարվում է, այլ ակտիվորեն գլխավորում է այն, բայց պատմությունը սրանով էլ չի ավարտվում։ Շատ վերջերս 2024-ի նոյեմբերին, երբ նա դեռ իր 7-ամյա պատիժն էր կրում, նրան նոր մեղադրանքներ են առաջադրվում։ Այո, եւ սա թերևս ամենաուշագրավ մասերից մեկն է։ Այս նոր հանցավոր սխեման, ըստ Correspondent.net-ի նոյեմբերյան հոդվածի, նա կազմակերպել է լինելով արդեն բանտարկված։ Բանտից համ։ Նա ստեղծել է հանցավոր խումբ, ներգրավելով իր համախոհներին, որոնք վերջերս էին ազատ արձակվել։ Նրանցից մեկը նույնիսկ հիշատակվում է Խրամոյ, կախ մականունով։ Եվ ինչ էր անում այս նոր խումբը, որը ղեկավարվում էր բանտից։ Նրանց մասնագիտացումը ըստ աղբյուրի շորթումն էր, բայց այս անգամ թիրախը ոչ թե դրսի մարդիկ էին, այլ Կիևի մարզի տարբեր ուղիղ հիմնարկներում գտնվող այլ բանտարկյալներ։ Այսինքն բանտարկյալներից են շորթում։ Այո, պատրավակը շատ դասական էր, գողական հասկացություններին չհետևելը, այսինքն քրեական աշխարհի չգրված կանոնները խախտելը։ Մեթոդները չափազանց կոշտ, սկզբում հեռախոսազանգերով սպառնալիքներ հենց Գեգայի կողմից։ Այնուհետև նրա դրսի համախոհները գտնում էին զոհին ու դաժան ծեծի ենթարկում։ Աստվածին։ Աղբյուրը նշում է, որ ծեծը երբեմն այնքան դաժան է եղել, որ կյանքին վտանգ է սպառնացել։ Սարսափելի է։ Իսկ նպատակը միայն գումար կորզելն էր, թե կար նաև այլ ենթատեքստ։ Գումարը իհարկե կարևոր շարժառիթ է եղել, բայց սա նաև իշխանության ու ազդեցության ցուցադրում էր։ Այս կերպ Գեգան ու իր խումբը ցույց էին տալիս իրենց ուժը, վախեցնում էին մյուսներին, տարածում էին իրենց քրեական ազդեցությունը այլ կաղոթների վրա։ Հասկանալի է։ Միևնույն ժամանակ սա նաև միջոց էր ապահովելու հանգիստ մնալը այն բանտարկյալների համար, ովքեր պատրաստ էին վճարել։ Սա քրեական հիերարխիան ամրապնդելու եւ վերահսկողություն հաստատելու դասական մարտավարությունը, որը կիրառվում է բանտային համակարգում։ Արդյունքում Գեգային եւ նրա գործակիցներից մեկին, հենց Կաղին, առաջադրվում են նոր մեղադրանքներ։ Շորթում, կազմակերպված խմբի կողմից Քյո 189 մաս 4 ու նույնիսկ տրանսպորտային միջոցների ապօրինի տիրապետում Քյո 289 մաս 2։
Բայց Գեգայի համար կա եւս մեկ շատ հատկանշական մեղադրանք։ Այո, նրան մեղադրանքի առաջադրվել նաև Ուկրաինայի Քյո 255-1 հոդվածի 3-րդ մասով, հանցավոր ազդեցության հաստատում կամ տարածում։ Սա հենց այն հակագողական օրենքի կարևոր հատվածներից է։ Հա, որն Ուկրաինայում ընդունվեց 2020-ի կեսերին, հատուկ օրենքով ղողերի ու քրեական հեղինակությունների դեմ պայքարը ուժեղացնելու համար։ Հենց այդպես։ Հարց է առաջանում, ինչու հենց Գեգան, նա արդեն բանտում էր, կրում էր իր պատիժը, ինչու հենց նրա վրա այսքան ուշադրություն սևեռվեց, հենց այս նոր հակագողական օրենքի կիրառմամբ։ Ինչ-որ բան փոխվել էր, գուցե նա չափազանց հանդուգներ դարձել նույնիսկ բանտային պայմաններում։ KPRUA հոդվածում այս հարցի շուրջ որոշ հետաքրքիր ենթադրություններ կան։ Մի վարկածով գուցե նրա մինչև այս 7-ամյա ժամկետը իրական բանտային փորձի բացակայությունը նրան դարձրել էր անխոհեմ։ Այսինքն չես զգում սահմանները։ Հա, գուցե չէր զգում այն նուրբ սահմանները, որոնք նույնիսկ Սև գոտու ղեկավարը պետք է պահպանի։ Կա նաև տեղեկություն, թե ոչ պաշտոնական մակարդակով, որ նա անուղղակիորեն ներգրավված է եղել մեկ այլ գաղութում, մեկ այլ բանտարկյալի մահվան մեջ։ Լուրջ է։ Իբր հեռախոսով ինչ-որ վեճի լուծում է տվել կանգնելով կողմերից մեկի թիկունք, ինչը հանգեցրել է ողբերգական հետևանքների։ Սա շատ լուրջ է։ Իսկ հնարավոր է, որ նա կոնֆլիկտի մեջ էր մտել այլ ավելի հին հեղինակությունների հետ։ Հիշեցնեմ, որ նա հայտնվել էր Լերասումսկոյի տարածքում։ Սա էլ շատ իրատեսական վարկած է։ Լերասումսկոյը համարվում է ուկրաինական քրեական աշխարհի ամենազդեցիկ դեմքերից մեկը, տասնամյակների փորձով։ Հնարավոր է Գեգայի չափազանց ակտիվ ինքնուրույն գործելավոճը նրա Սումսկոյի տարածքում սեփական կարգեր հաստատելը դուր չեն եկել վետերանին կամ նրա շրջապատին։ Կարող է լինել։ Եվ չի կարելի բացառել նաև ամենապրոզաիկ տարբերակը։ Գուցե նրան պարզապես մատնել են հենց բանտի աշխատակիցները, որոնց հետ նա հնարավոր է չի կարողացել լեզու գտնել կամ չի կիսվել եկամուտներով այնպես, ինչպես պահանջվել է։ Համակարգը շատ բարդ է, շատ։ Մենք արդեն հիշատակեցինք հակագողական օրենքը 2020 թվականի, Գեգային դեռ 2021-ին էին մեղադրանք առաջադրել այս օրենքի մեկ այլ հոդվածով հանցավոր հավաք կազմակերպելու համար։ Ու դա այն ժամանակ ներկայացվում էր որպես մեծ հաջողություն իրավապահների համար։ Հիմա նորից, իսկ ընդհանուր առմամբ որքանով է արդյունավետ այս օրենքը, պայքարելու օրենքով ղողերի դեմ։ Ինչ են ասում փորձագետները, ըստ ձեր աղբյուրների։ Այս հարցի շուրջ կարծիքները, ինչպես երևում է KP.UA հոդվածից, միանշանակ չեն, ճիշտն ասած։ Օրինակ, քրեակատարողական ծառայության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Վլադիմիր Մելուխովը ընդհանուր առմամբ դրական է գնահատում օրենքի ընդունումը։ Նա դա համարում է կարևոր քայլ, որը գործիքներ է տալիս իրավապահներին։ Սակայն նա նաև նշում է, որ միայն օրենքի ընդունումը բավարար չէ, անհրաժեշտ են հետևողական համակարգված ջանքեր դրա կիրառման համար։ Մյուս կողմից պենիտենցիար ծառայության նախկին ղեկավար այժմ փաստաբան Սերգեյ Ստարենկին շատ ավելի թերահավատ է։ Իսկ նա ինչ է ասում։ Իրականում շատ դժվար է կիրառել այն գողերի նկատմամբ, որոնք ազատության մեջ են։ Շատ դժվար է ապացուցել նրանց անմիջական կապը կոնկրետ հանցագործությունների կազմակերպման հետ, որովհետև իրենք գործում են